Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները։ Առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք ու ընտանիք։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Աշնանային այս եթերաշրջանում մենք ձեզ ենք ներկայանում նորովի, բայց միշտ կարևոր ասելիքով։ Գիշերային զրույցները խոստանում են ձեզ լինել հետաքրքիր, նոր շնչով ու նոր ասելիքով։ Մեր կյանքն ու առօրյան լի են ստրեսներով, ստրեսներ տանը, աշխատավայրում ու ամեն քայլափոխի։ Իսկ ինչպես է այդ ամենը անդրադառնում մեր առողջության, մասնավորապես սեռական առողջության վրա, կիմանանք այսօրվա գիշերային զրույցի ընթացքում։ Իմ այսօրվա հյուրը ինտրահոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Գասպարյանն է։ Պարոն Գասպարյան, բարի ուշ գիշեր, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ստրեսը մեր առօրյայում չափազանց շատ է, հատկապես վերջին տարիներին։ Ինչպես է անդրադառնում մեր կյանքի որակի վրա եւ հատկապես սեռական առողջության վրա։ Կուզենայի լսել ձեր մասնագիտական կարծիքը։ Գիտեք, շատ լայն այնամասշտաբ հարց եք բարձրացնում։ Ստրեսը ազդում է մեր կյանքի 5 հիմնական ոլորտների վրա։ Դա մեր կոգնիտիվ ֆունկցիաներն են, մտածելու կարողությունը, մեր իմացական գործունեության ձևերը, դա մեր հուզական ոլորտն է, դա մեր ֆիզիոլոգիան է, մարմնի վրա է ազդում ստրեսը, եւ դա մեր հոգեվոր առանձնահատկություններն են, որտեղ ստրեսի պատճառով մենք հիասթափվում ենք, համոզմունքները վերագնահատվում են, ուրեմն այդ բոլոր ոլորտները նաեւ սերտ կապված են սեռական առողջության հետ, որտեղ եթե մենք ֆիզիկապես հոգնած ենք, թույլ ենք, լարված ենք, նաեւ հուզականորեն հյուծված ենք, տխուր ենք, արդարության սուր զգացում է մեր մեջ առաջացել, պարզ է, որ դժվար է անցնել սեռական հաճույքին։ Կարող ենք ելնելով դրանից ասել, որ ստրեսը կարող է լինել հիմնական պատճառը սեռական առողջության վատթարացման։ Ես հետազոտություն չգիտեմ, բայց մի բան պարզ է, որ ստրեսի պատճառով ավելանում է կորտիզոլը մեր օրգանիզմում, եւ այդ հորմոնը սկսում է ընկճել, ճնշել, թույլ չի տալիս տեստոստերոնի ոնց որ դրսևորմանը, եւ դրա հետևանքով նաեւ մենք տեսնում ենք, որ հոգնածությունը խանգարում է իր հերթին նաեւ սեռական կյանքի շարունակությանը կամ հաջող ընթացքին։ Իհարկե, ստրեսի հետևանքով տեստոստերոնի մակարդակը զգալիորեն նվազում է եւ դուք էլ երևի կփաստեք մեր օրերում մենք գործ ունենք տևական ստրեսների հետ։ Ժամանակին ստրեսները մեր կյանքում ավելի կարճատև էին, իսկ հիմա գործ ունենք ավելի շատ երևի տևական ստրեսների հետ, որոնց արդյունքում արդեն տեստոստերոնը իսկապես սկսում է նվազել, կորտիզոլը բարձրանում է եւ արդեն սկսում ենք լուխ բարձրացնել սեռական խանգարումները, բայց կարծում եմ ոչ միայն սեռական խանգարումները, ինչպես է դրան արձագանքում հոգեկան առողջությունը։ Ընդհանրապես, երբ որ մենք ապրում ենք տևական կամ ինչպես դուք ասեք, կամ քրոնիկական ստրեսի ազդեցության տակ, ավելի զգայուն է դառնում մեր օրգանիզմը, սոմատիկ հիվանդություններն է սկսում գլուխ բարձրացնել եւ որպես կանոն դա իր բացասական հետքն է ունենում, ինչպես հոգեկան առողջության վրա, այնպես էլ հատկապես տրամադրության եւ տագնապային դրսևորումների վրա, իսկ տագնապը սեռական կյանքի թիվ 1 թշնամին է։ Այսինքն եթե մենք առանձնացնենք ամենագլխավոր պատճառը, որը խաթարում է մարդու սեռական առողջությանը, դա ես որպես հոգեբան կասեի, որ հիմնական գլխավոր այդպես պատճառը դա տագնապայնությունն է։ Ինչ վերաբերվում է ստրեսների հետևանքներին, կան կարճատև արագ ռեակցիաներ ստրեսին եւ կան երկարատև հետևանքներ։ Այստեղ մենք կարող ենք առանձնացնել այդ երկուսը։ Պարզ է, որ երկարատև հետևանքները ստրեսի բավականին խնդրահարույց են, առաջանում են բազմաթիվ հիվանդություններ, սկսած քաղցկեղային բնույթի, վերջացրած նաև սեռական առողջության։ Այնպես որ ստրեսը բացի նրանից, որ մեր կյանքի համն ու հոտն է, առանց դրա մենք ապրել չենք կարող, եթե մի անգամ դուք արթնանաք առանց ստրեսի, կնշանակի, որ կյանքը ավարտված է։
Ստրեսը օրգանիզմի ադապտացիայի համընդհանուր համախտանիշն է, ինչպես Սելենն էր ասում։ Ստրեսը նոր իրավիճակին հարմարվելու ընթացքն է, նոր տպավորությունների, նոր առանձնահատկությունների եւ գիտեք, այնպես չի որ մենակ Հայաստանում է այդպես, ամբողջ աշխարհը այսօր գտնվում է լուրջ հեղափոխական մի իրավիճակում, որտեղ քաղաքական զարգացումներ կան, միջպետական հարաբերություններ կան, գերտերությունների մեջ նորանոր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց անցանկալի անդրադարձն են ունենում ազգաբնակչության, աշխարհի բոլոր երկրներում ապրող մարդկանց այսօր նկատելի է, որ մոտավորապես 32-33%-ով ավելացել են տագնապային բնույթի խանգարումները ամբողջ աշխարհում, դա ես չեմ ասում, դա համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով է արտահայտվում։ Իսկ տագնապային խանգարումներն էլ բնականաբար անհետևանք չեն, ունեն իրենց արդեն հետագա հետևանքները այլ հիվանդությունների տեսքով։ Պարոն Գասպարյան, ինչպես է առաջանում այն վիճակը, երբ սեռական խանգարման հետևանքով է առաջանում ստրեսը եւ այդ դեպքում առաջացած ստրեսն էլ ավելի խորացնում է սեռական խնդիրը, կարծես թե փակ շղթա է ստեղծվում այս դեպքում։ Ընդհանրապես երկու տիպի սեռական խանգարումներ են առանձնացնում, դրանց մի մասը կեղծ սեռական խանգարումներ են, որոնք կապված են մարդու անվստահության հետ, կամ ասենք վախի հետ, որ էրեկցիոն դիսֆունկցիա կլինի եւ չի ստացվի իր մոտ հարաբերությունը տղամարդկանց մոտ, կանանց մոտ նկատվում է նաեւ գրգռման եւ օրգազմի դժվարություններ, որոնք հաջորդ հետագա սեռական կյանքի վրա ունենում են անցանկալի եւ բացասական հետևանքներ, իսկ ինչ որ դուք եք, որ այն հարցը, որ դուք եք բարձրացնում, այն հատկապես սեռական բնույթի խանգարումները, նրանք մարդու մոտ մի տեսակ կարծես առաջին հերթին ազդում են նրա ինքնության, ինքնավստահության, ինքնագնահատականի։ Գիտեք, մեր հասարակության մեջ, եթե խոսքը գնում է տղամարդու մասին, կա այդպես կարծրատիպ, որ տղամարդը պետք է սեռականորեն ակտիվ լինի, նա պետք է հաճախակի սեռական կյանքով զբաղվի, երբեմն նույնիսկ կա այդպիսի իմիջ, որ պետք է սիրուհիներ ունենա, այսինքն դրանք բոլորը հասարակական սպասելիքներ են, որոնք հրամցվում են հասարակական սոցիումի մենյուի մեջ, որպես սպասելիք եւ այդ սպասելիքներին չարդարացնելու կամ չհամապատասխանելու դեպքում մարդու մոտ միշտ որպես կանոն առաջանում են ոչ միայն սոմատիկ, այլ նաեւ հոգեբանական մի շարք խնդիրներ։ Այդ առումով կարող ենք արդյոք ասել, որ հոգեբանական վիճակը, մասնավորապես հանգիստ եւ անհանգիստ, ուղիղ համեմատական է սեռական առողջության վիճակի հետ։ Մենք միանշանակ կարող ենք նշել, պնդել ձեր ասածը, որ առանց հոգեկան հավասարակշռության, եթե մենք ունենք չափից ավելի մեզ անհանգստացնող խնդիր, որը մնացել է չլուծված, եւ անընդհատ մենք մտածում ենք այդ խնդրի շուրջը, այդ պարագայում սեռական հարաբերություն չի ստացվի, դա փաստված է եւ կան հետազոտություններ։ Ուրեմն սեռական հարաբերությունը կարող է լինել բնականon միայն այն դեպքում, եթե մարդը կարողանում է դուրս գալ իր այդ կոգնիտիվ ծուղակներից կամ իմացական ծուղակներից, որի մեջ ինքն է իրեն դնում որպես կանոն։ Եվ լսելով ձեզ հիշեցի ակամայից շատ այցելուների այն դեպքերը, երբ հարցնում եմ հաճախ հարաբերության ժամանակ լարված եք, առաջին պատասխանը ոչ, շատ հանգիստ։ Երբ որ կոնկրետացնում եմ հարցը, ասում եմ մտքերով անկողնում եք, թե անկողնուց դուրս ուրիշ տեղ եք։ Մտածում, ասում եմ, չէ, մտքերով ուրիշ տեղ եմ։ Այսինքն շատ դեպքերում մեր այցելուները չեն էլ գիտակցում, որ կամ ստրեսի մեջ են, կամ լարված են, կամ գուցե որևէ այլ խնդիր ունեն, եւ դա պատճառներից մեկն է, որը բերում է որոշ սեռական խնդիրների։ Պարոն Գասպարյան, հոգեբանական ինչ մեթոդներ կան ստրեսը կառավարելու եւ սեռական դրանով իսկ սեռական առողջության վիճակը բարելավելու համար։
Գիտեք, այն մեթոդները, որոնք ստրեսի հաղթահարման համար առաջարկվում են եւ հոգեբաններ կամ ինքնաբուխ յուրաքանչյուրի մեջ կան, դրանք ունիվերսալ չեն, յուրաքանչյուր մարդու համար դա կարող է լինել տարբեր բնույթի։ Օրինակ, կապը արվեստի հետ, արվեստի մեջ ինքնադրսևորման հնարավորությունը շատ կարևոր դեր ունի ստրեսի հաղթահարման մեջ։ Երկրորդը սպորտը, երրորդը որպեսզի մարդը ունենա առողջ քուն եւ ճիշտ սննդակարգ։ Դրանք նպաստում են ստրեսի հաղթահարմանը։ Եթե նույնիսկ մարդը չի գնում, ասենք, սպորտային ինչ-որ ակումբ, լավ կլինի, որ ինքը որոշակի վարժություններ կատարի ինքնուրույն, առանց սպորտային ակումբի, ասենք, հաճախելու։ Խորհուրդ է տրվում, որպեսզի մարդը վերջի մի 2 ժամը, ժամ ու կես 2 ժամ ընդհանրապես չօգտվի որևէ էկրանից, դա կարող է լինել հեռախոս, որևէ device, համակարգիչ, որովհետև որպես կանոն այդ միջոցով նրանց հոգեկան աշխարհը հայտնվում է ակտիվ վիճակում եւ դրա համար դժվարանում է քունը, իսկ հաջորդ օրը երբ որ մարդը հանգիստ չի քնել եւ օրգանիզմը հանգիստ չէ, անպայման ստրեսի նկատմամբ նա դառնում է ավելի խոցելի։ Բացի դրանից լավ կլինի, որ այն դեպքերում, երբ որ մարդու մոտ ստրեսը արդեն դառնում է հիմնական ոնց որ վերահսկող, մարդը չի կարող վերահսկել իր սեփական ստրեսային վիճակները, հատկապես խոսքը գնում է տրավմային ստրեսի մասին, այդ ժամանակ իհարկե ոչինչ չի մնում, քան խորհուրդ տալ դիմել հոգեբանների, մասնագետների, որովհետև ես կուզենայի, որ մեր հեռուստադիտողները իմանան, ինչպես ցանկացած հիվանդության, այնպես էլ հոգեբանական խնդիրների ժամանակ, որքան վաղ է գնահատվել եւ մասնագիտական միջամտություն եղել, այնքան ավելի ելքը դրական է։ Ինչքան ուշացնում ենք մենք միջամտությունը, այնքան ինքը կարող է դառնալ քրոնիկական եւ ունենալ իր հետ բազմաթիվ այլ բարդացումներ։ Այսինքն շատ կարևոր է վաղ կանխարգելումը։ Այո։ Իսկ ես ուզում եմ ընդգծել, որ իհարկե հոգեկան առողջությունը շատ կարևոր է, այն անմիջապես կապված է սեռական առողջության հետ, սակայն այդ ամենից զատ պետք է ուշադրություն դարձնել նաև ընդհանուր առողջությանը, մասնավորապես մաշկի առողջությանը եւ մաշկի խնամքին։ Եվ այդ առումով մեզ կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Skin ընկերությունը, որն առաջարկում է մազահեռացման եւ կոսմետոլոգիական պրոֆեսիոնալ սարքերի մեծ տեսականի։ Սարքերն ունեն բարձր արդյունավետություն եւ ապահովում են մշտական արդյունք։ Մազածածկույթը վերացնելուց բացի, սարքերը բարելավում են մաշկի որակը, վերացնում անհարթությունները, վերականգնում էլաստիկությունն ու գույնը։ Սարքը ձեռք բերելիս փորձառու բժիշկ մաշկաբանի կողմից անցկացվում է նաև ուսուցում, որի ընթացքում դուք կսովորեք սարքի առանձնահատկություններն ու կիրառման ճիշտ եղանակները։ Գործել 25 տարի եւ շուկայում մշտապես մնալ առաջատար։ Սա արդեն խոսում է որակի ու հաճախորդների գոհունակության մասին։ Ավելին իմանալու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Պարոն Գասպարյան, վստահ եմ ձեզ են այցելում զույգեր ինչպես եւ մեզ։ Ինչպես է ստրեսը ազդում զույգերի միջանձնային, ինչու՞ չէ նաեւ սեռական հարաբերությունների վրա։ Գիտեք, ստրեսները ընդհանրապես կարելի է դասակարգել եւ կան նաեւ լավ կլինի մեր հեռուստադիտողը իմանալ, կան նաև դրական ստրեսներ, այնպես չի որ միայն բացասական։ Էուստրեսը։ Այո, էուստրեսը դա այն է, երբ որ ասենք ընտանիքում նոր երեխա է ծնվում, նոր պաշտոն կամ աշխատավարձն է բարձրանում, բազմաթիվ դրական բաներ կան, ճամփորդական հնարավորություն է ստացվում, գումար են նվիրում, չգիտեմ, տուն են գնում, տեղափոխվում են նոր բնակարան։ Դրանք բոլորը դրական ստրեսներն են։ Նույնիսկ դրական ստրեսի ժամանակ մարդու ներսում, հոգեկանի ներսում, որը կապված է փաստորեն բազմաթիվ ներողեղային process-ների հետ, այնպիսի փոփոխություններ են լինում, որոնք կարող են խանգարել, որ մարդը ունենա նորմալ ֆիզիոլոգիական ակտ, սեռական ակտ։ Այդպիսի հետազոտություններ կան, այնպես որ եւ դրական եւ բացական ստրեսները իրենց անդրադարձ ունեն մեր սեռական կյանքում։ Իսկ ինչ վերաբերում է բացասական ստրեսներին, ինչպիսին է, ասենք, հիվանդության կամ սիրելի մարդու վերաբերյալ հիվանդության տեղեկությունը, ինչպիսին է կորուստը, ինչպիսին է պատերազմական գործողությունը եւ բազմաթիվ այլ ստրեսներ, տեղահանությունը,
մեր ժողովրդի կյանքում տեղ գտած այս ամենը բացասական ստրեսները կամ դիստրես են ասում մասնագիտական լեզվով, նրանք կարող են նաև հետագայում այցելել մեզ տրավմատիկ հիշողությունների ձևով։ Երբ որ տրավմատիկ են հիշողությունները, նրանք ոնց որ ներխուժող հիշողություններ են եւ սեռական հարաբերության ժամանակ պետք է մարդը զերծ լինի, ազատ լինի նմանատիպ հիշողությունների ազդեցությունից, որովհետև նրա միտքը ամբողջովին զբաղված է, ծարաբեռնված է, նա չի կարող նորմալ հարաբերություն ունենալ, որովհետև սեռական հարաբերության ժամանակ մի քանի հիմնական կարևոր հարցեր կան, մեկը է սեփական հաճույքը, մեկը դիմացինին հաճույք պատճառելը, իսկ այս պարագայում, եթե մարդու մոտ զուգահեռ process-ներ են ընթանում այն մասին, թե ինչպես այս կամ այն տրավման ինքը ապրեց, տեղի ունեցավ, կորցրեց, դրանք փաստորեն խանգարող հանգամանքներ են։ Ինձ շատ հետաքրքիր ձեր մասնագիտական դիտարկումը, հատկապես զույգերի հետ աշխատելու պարագայում։ Ինչպես կարող են զույգերը միասին հաղթահարել ստրեսը եւ կարգավորել սեռական առողջությունը։ Արդյոք այստեղ կարևոր է միմյանց լսելը, որը հաճախ մենք նկատում ենք, որ բացակայում է զույգերի պարագայում, կամ գուցե որևէ այլ գործոն պետք է հաշվի առնենք։ Գիտեք, մի շարք խնդիրներ կան հիմա, երբ որ դուք հարցնում եք, ես կոնկրետ դեպքեր եմ հիշում, դեպքերից մեկը, որի հետ ես առնչություն եմ ունեցել ուրբաթ օրը, այնտեղ մի խնդիր կար, որ տղամարդու մոտ կար լարվածություն, որ ինքը հնարավոր է չբավարարի իր զուգընկերոջը, քանի որ կնոջ մոտ սեռական հարաբերության ժամանակ ցավի զգացողություն կար։ Եվ այդ պատճառով անընդհատ այդ հարաբերությունը վեր էր ածվում մի սարսափելի ստրեսի ծանր հետևանքներով եւ նրանք որոշ ժամանակ խուսափում էին, բայց ինչն էր հետաքրքիր, որ այդ մասին առանձին հանդիպման ժամանակ, երբ որ ես հարցրեցի, կինը ասեց կնախընտրի, որ իր ամուսնու հետ խոսենք, եւ ամուսինը ամիսներ շարունակ պատրաստ չէր գալու հոգեբանի մոտ, ինքը հեռախոսով խոսում էր, ասում էր շատ լավ, ես մի շաբաթ ժամ կվերցնեմ կգամ, բայց նորից հետաձգում էր, վերջի ուրբաթ օրը մեր հանդիպումը եղավ եւ դա խոսում է այդ մասին, որ հասարակության մեջ կան ցավոք սրտի ստիգմատիկ այդպես կարծրատիպեր, որոնք որ այդպես խարանի նման տղամարդը պետք է լինի միայն առնական եւ սեռականորեն ուժեղ եւ իր այդ վախերի համար ինքը պատրաստ չէր, չնայած ինքը փորձում էր ամբողջ պատասխանատվությունը դնել կնոջ ուսերին։ Այստեղ ես կուզենայի, որ մեր հետևող հեռուստադիտողները հատկապես նկատի ունենան, որ մինչև խնդրի մասին չբարձրաձայնեք, հանգիստ դրա մասին չկարողանաք խոսել, դրա լուծումները գտնելը ինքնըստինքյան չի ստացվում։ Եվ վստահեցնում եմ ձեզ, որ կան այդպիսի խնդիրներ, հատկապես սեռական եւ հոգեբանական առողջությանը վերաբերող եւ ոչ միայն, որոնք դուք ինքնուրույն չեք կարող լուծել առանց մասնագետի։ Այո, դուք կարող եք 70-80% դեպքերում ինքնուրույն հաղթահարել ձեր տագնապները, ձեր անհանգստությունները, ձեր հուսահատությունները, բայց 15-ից 20% դեպքերում խնդիրը այնպիսին է, որ անհրաժեշտ է մասնագիտական միջամտություն եւ օգտվելով այս հնարավորությունից ուզում եմ դիմել ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, որ խնդիրների նշмарելու դեպքում հնարավորինս արագ դիմեք, որպեսզի կարողանաք մասնագիտական աջակցություն ստանալ եւ ձերբազատվել այն հարցերից, որոնք խանգարում են ձեր ամենօրյա կյանքի, ձեր հոգեկան, ֆիզիկական, ինչու ոչ նաեւ սեռական առողջության համար։ Ինչ խոսք, ստրեսը չափազանց շատ է մեր ժամանակակից կյանքում եւ մենք այսօր գործ ունենք, ինչպես արդեն նշեցինք, տևական ստրեսների հետ, որոնք ազդում են սեռական առողջության վրա, առաջացնելով տարբեր տեսակի սեռական խնդիրներ։ Մեր օրերում հատկապես տղամարդիկ հաճախ են նշում, որ վերջին տարիներին լարված են ապրում, քունը խախտված է եւ դրանով պայմանավորված նաեւ նկատել են սեռական անկում, մասնավորապես իհարկե թե սեռական ցանկության, թե սեռական գրգռման նվազման
տեսքով։ Եվ այս հարցում մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը իր Megapotence-ին Long կենսաբանական հավելման միջոցով։ Megapotence-ին Long-ը բացառապես բուսական է, հարուստ վիտամիններով եւ միներալներով եւ ունի նաեւ մի շարք առավելություններ։ Առավելություններից մեկն այն է, որ չի առաջացնում կախյալություն, եւ սա շատ կարեւոր է հատկապես այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են քիմիական ծագում ունեցող դեղամիջոցներ ընդունելուց։ Մյուս առավելությունը այն է, որ տուփի մեջ վիտամիններն ու միներալները առանձնացված են եւ ընդունվում են առանձին։ Չեմ կարող չընդգծել նաև այն, որ Megapotence-ին Long-ը բավականին արդյունավետ է եւ դա նշում են հենց պացիենտները բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում։ Պարոն Գասպարյան, ինչ խորհուրդներ կտաք մեր հեռուստադիտողին ստրեսի պայմաններում սեռական առողջությունը պահպանելու համար։ Ես խորհուրդ կտամ մեր ունկնդիրներին, հետևողներին, որ ուշադիր լինեն զուգընկերոջ ապրած կյանքի մանրամասներին, եթե դուք գիտեք, որ ձեր ամուսինը կամ ամուսինը գիտի, որ կինը անցնում է ծանր ստրեսային իրավիճակով, այդ դեպքում ավելի լավ է կենտրոնանալ ստրեսի հաղթահարման մեխանիզմների վրա, քան թե ձեր սեռական ցանկությունը բավարարելու, որովհետև հավանական է, որ այդ պահին սեռական խնդիրները ավելի սրվեն եւ հետագայում դա կանդրադառնա եւ ձեր սեռական եւ միջանձնային հարաբերությունների վրա։ Երկրորդը ուզում եմ ձեզ ասել, որ մեկ ուրիշ հետաքրքիր խնդիր էլ կա, որ եթե մարդը ընտանիքում կա առողջ սեռական, դու գիտեք, որ հոգեհիգիենայի մեջ առանձնացվում է սեռական կյանքի հոգեհիգիենան, այսինքն եթե ընտանիքում սեռական հարաբերությունները առողջ են, ապա նրանք ավելի հեշտությամբ են հաղթահարում ստրեսը, ուրեմն կա նաև հարցի երկրորդ կողմը։ Եվ նաև եթե իրավունք ունեմ խորհուրդ տալ, դա հետևյալն է, որ հնարավորություն տվեք դիմացինին արտահայտվելու, եթե այնպես է ստացվել, որ սեռական հարաբերության ընթացքում ինչ-որ խնդիր է ծագել, ասենք ժամանակից շուտ էրեկցիայի խնդիր կամ անկում կամ զույգերից մեկի մոտ կարող է ցավ առաջանալ, օրգազմի չի հասել, այդ դեպքում փորձեք իրար լսել, ունկնդրել, ուշադիր լինել, հարցրեք, որ ինչը քեզ հատկապես խանգարեց, որովհետև դրանք, երբ որ մարդը արտահայտում է այդ մասին, ավելի հեշտանում է նրան հաղթահարելը կամ վերահսկելը։ Իսկ երբ որ դրանք մնում են չխոսված, չարտահայտված, չպատմված թեմաներ, ժամանակի ընթացքում նրանք կարող են ավելի բարդացնել եւ միջանձնային հարաբերությունների դաշտն է սրվում եւ այդ չեմ ասում, որ ֆիզիկական մերձեցումը դառնում է գրեթե անհնար։ Իսկ պարոն Գասպարյան, առողջ ապրելակերպը ինչ դեր ունի, կարող է արդյոք ստրեսից կանխել եւ դրանով իսկ պահպանել սեռական առողջությունը։ Ձեր հարցը արդեն իր մեջ պատասխանը ունի, բնականաբար, բայց ես արդեն վերևում էլ նշեցինք, որ մարդու կյանքում ստրեսի հաղթահարման կա անհատական ռազմավարություն։ Ես իմ ստրեսները հաղթահարում եմ, ասենք լողավազան գնալով, արվեստի հետ շփում ունենալով, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելով, իսկ մեկ ուրիշին կարող է արվեստը չի հետաքրքրում, ավելի նախընտրում են ընկերների հետ ռեստորան գնալ, բայց պետք է զգուշ լինենք, որ այստեղ թյուրիմացաբար երբեմն մարդկանց թվում է, որ ստրեսը կարելի է հաղթահարել ալկոհոլի միջոցով։ Հենց դրա մասին է ուզում խոսենք։ Դա ալկոհոլը, ուրիշ նյութերի չարաշահումը, դրանք բոլորը ժամանակավոր լուծումներ են եւ որպես կանոն վտանգավոր են այն իմաստով, որ հաջորդ անգամ դուք ավելի մեծ չափի ալկոհոլի անհրաժեշտություն կունենաք, որպեսզի կարողանաք նույն զգացողությունը ապրել, որի պրթե դուք խնդիրներ չունեք։ Այս դեպքում որպես կանոն ալկոհոլը հակատագնապային դեղորայքի դեր է խաղում եւ տագնապահանելով մարդը իրեն արդեն սկսում է լավ զգալ, բայց դա դեռ չի նշանակում, որ ստրեսները հաղթահարված են եւ երբեմն պետք է ուրախանալ այն ստրեսներից, որոնք մեզ բաժին են ընկնում, որովհետեւ ստրեսը մեզ հնարավորություն տալիս հասկանալ, թե որտեղ է մեր թույլ կետերը, ինչը պետք է վերագնահատենք, վերաստեղծենք, հատկապես ես կուզենայի մեր հեռուստադիտողները զգուշ լինեն, որպեսզի ունենան բացի մասնագիտությունից նաև հոբիներ, հոբին ստրեսի լավագույն հաղթահարման ճանապարհն է, եթե դուք չունեք հոբի,
պետք է մտածեք, մանկության մեջ եղել է մի բան, որ դուք ուզում եք, բայց չեք հասցրել անել, փորձեք կյանքը ժամանակավոր հնարավորություն է, փորձեք օգտվել այդ հնարավորությունից եւ զբաղվել ամեն օր մի քանի ժամ ապրեք ձեր համար, ոչ թե աշխատանքի, փողի, ինչ որ մի այլ պատճառի, սեփական եսի համար դուք ինչ եք անում, այդ դա կլինի լավագույն ներդրումը ստրեսի հաղթահարման մեջ։ Ամեն օր հարցրեք ինքներդ ձեզ, ինչի համար եք շնորհակալ, որ դուք ապրում եք, որ դուք ունեք այդպիսի ընտանիք միգուցե, որ դուք ունեք այդպիսի աշխատանք, որ դուք ունեք այդպիսի շրջապատ, հարաբերություններ, ընկերներ, սկսեք ձեր օրը եւ ավարտեք ձեր օրը նրանից, թե ինչ 5 պատճառներ կան, որի համար դուք երախտապարտեք Աստծուն, եթե հավատում եք Աստծուն, կամ կյանքին, որի մեջ դուք ապրում եք։ Եվ դա կլինի լավագույն դեղամիջոցը։ Շնորհակալություն արժեքավոր խորհուրդների համար եւ մեր հեռուստադիտողը վստահ եմ այս հաղորդումը դիտելով կհասկանա, որ ստրեսը մեր կյանքի անբաժանելի մասն է եւ այն մեզ պետք է մոտիվացվելու, մոբիլիզացվելու համար եւ ապրելու, պայքարելու, հետագա խնդիրները հաղթահարելու համար։ Շնորհակալություն ձեզ անչափ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Ես 25 տարեկան եմ, 1 տարի է ինչ ամուսնացած եմ, սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չեմ զգում, ժամանակ առ ժամանակ ցավեր եմ ունենում, ինչը կարող է պատճառ լինել։ Այս տեսակ գանգատները հաճախ են հնչում, հատկապես այն դեպքում, երբ զույգը նոր է սկսում ապրել սեռական կյանքով։ Կանանց պարագայում առավել եւս օրգազմը ժամանակ է պահանջում հասունանալու համար, եւ 1 տարվա ընթացքում հաճախ այն դեռևս արթնացած չի լինում, եւ կանայք հաճախ են գանգատվում օրգազմի բացակայությունից։ Նման դեպքերում խիստ անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ սեռական փորձառությանը զուգահեռ օրգազմը աստիճանաբար կարթնանա։ Իհարկե պետք է ես նշեմ, որ խոսքը հեշտոցային օրգազմի մասին է, որովհետև կանայք ունեն նաև ծլիկային օրգազմ։ Շատ դեպքերում ամուսնական զույգերը գանգատվում են այն առումով, որ հարաբերության ժամանակ կինը օրգազմի չի հասնում, ամուսինը այս դեպքում մտահոգվում է եւ երբեմն նույնիսկ ամուսնու մոտ կարող են նկատվել սեռական գանգատներ։ Իհարկե, ինչպես մենք նշել ենք մեր նախորդ թողարկումներում, սեռական ֆունկցիան միակն է օրգանիզմում, որը զույգային է, եւ եթե այս դեպքում կինը ունի գանգատ, հետեւաբար ժամանակի ընթացքում ամուսնու մոտ նույնպես կարող են նկատվել գանգատներ։ Այս խնդիրը լուծելու համար պետք է իհարկե համակարգային լուծում ցուցաբերել եւ զույգի հետ աշխատել միաժամանակ, այսինքն կնոջ օրգազմը կարգավորելու համար պետք է բացատրել, որ օրգազմը ժամանակի ընթացքում արդեն կարթնանա եւ մինչ հեշտոցային օրգազմի արթնանալը զույգը կարող է կիրառել ծլիկային օրգազմը։ Իսկ եթե տղամարդու մոտ ժամանակի ընթացքում առաջանում են սեռական խանգարումներ, որոնք որպես կանոն այս դեպքում առաջանում են զուտ հոգեբանական պատճառով, սրանք նույնպես իհարկե լուծելի են։ Շատ դեպքերում տղամարդկանց մոտ պոտենցիայի խանգարումը այս պարագայում կապված է լինում հոգեբանական լարվածության հետ, ինքներդ եք հասկանում, տղամարդը, ով չի կարողանում իր կնոջը հասցնել օրգազմի, իրեն զգում է ոչ լիարժեք։ Գանգատներին ավելանում է նաև վաղաժամ սերմնաժայթքումը եւ տղամարդիկ նման դեպքերում գանգատվում են թե պոտենցիայի խանգարումից, թե վաղաժամ սերմնաժայթքումից։ Տղամարդու սեռական առողջությունը կարգավորելու առումով օգնության կարող է գալ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր դապոքսեցին եւ տադաֆորտ դեղամիջոցներով։ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ ունի 2 դոզավորում՝ 30 եւ 60։ Որպես կանոն, իհարկե սկզբնական շրջանում կիրառվում է 30-ը, իհարկե կախված խնդրի խորությունից եւ վաղեմությունից։ Որքան երկար եւ վաղուց է խնդիրը, այնքան իհարկե դոզան դեղի փոփոխման է ենթարկվում։ Դապոքսեցինը ի տարբերություն այլ պրեպարատների ունի մի քանի առավելություններ։ Նախ ապահովում է սեռական ակտի տևողության բավականին արտահայտված երկարաձգում։ Տղամարդիկ հաճախ հենց իրենք են նշում, որ հենց սկզբնական շրջանում, երբ արդեն սկսում են ընդունել դեղամիջոցը, սեռական ակտի տևողությունը զգալիորեն երկարում է։ Իհարկե, դեղամիջոցը պետք է նշանակի բժիշկը համապատասխան հետազոտություններ անցկացնելուց եւ ախտորոշում դնելուց հետո։
Բացի այդ, դեղամիջոցը օգտագործվում է միայն այն դեպքում, երբ տղամարդը վարում է ռեգուլյար սեռական կյանք։ Դա շատ կարևոր է, որովհետև ոչ ռեգուլյար սեռական կյանքը ինքնին արդեն պատճառ է վաղաժամ սերմնաժայթքման համար։ Պետք է հիշել, որ դեղամիջոցը պետք է օգտագործել նախատեսված հարաբերությունից առնվազն 1-ից 2 ժամ առաջ, որպեսզի դեղամիջոցը հասցնի դրսևորել իր ազդեցությունը։ Իսկ տղամարդու սեռական պոտենցիան կարգավորելու համար հիմնական բուժմանը կարող է միանալ նաև տադաֆորտ դեղամիջոցը, որը նույնպես ունի 2 դոզավորում՝ 5 և 20 մգ։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը ունի ցուցումներ և հակացուցումներ, որոնց մասին բուժող բժիշկը պարտավոր է տեղեկացնել պացիենտին հետագա բարդություններից խուսափելու համար։ Դեղամիջոցը իր ազդեցությունը թողնում է նույնպես օգտագործելուց 1-2 ժամ անց։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ 2 դեղամիջոցների միաժամանակյա ընդունման պարագայում հնարավոր է լիարժեքորեն և արդյունավետ վերականգնել տղամարդու սեռական խնդիրները և ապահովել նրա վստահությունը անկողնում։ Մի բան ակնհայտ է, ձեր դեպքում օրգազմը շտկելի է, պետք է զինվել համբերությամբ, հասկանալ, որ դուք ընդամենը 1 տարի է, որ սկսել եք ապրել սեռական կյանքով, հեշտոցային օրգազմը դեռ չի հասունացել, իսկ ձեր կողակցի սեռական խնդիրները լիովին լուծելի են։ Եղեք առողջ։ Այսօրվա գիշերային զրույցն ավարտվեց։ Գտեք մեզ ամեն ուրբաթ ATV եթերում։ Իսկ համացանցում դա կարող եք անել ամեն օր, ցանկացած պահի, ցանկացած ժամի, տարածել մեր տեսանյութերը և մեկնաբանել դրանք։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։